Ես մարզից եմ, փոքր քաղաքից, որտեղ մեկը մյուսին շատ լավ է ճանաչում։ Այնտեղ տարբերվելը միշտ նկատվում է։ Դա կլինի հագուստը, մազերի ձևը, վարքագիծը, կարծիքը։ Եվ այդ միջավայրում ես փորձում էի հասկանալ, որքան անվտանգ է պարզապես լինել այնպիսին, ինչպիսին կամ։ Ես գեհ եմ, իմ տեսակով բավականին հանգիստ։ Անգամ այդ հանգստության համար էի թիրախավորվում։ Դաստիարակված էր շատ, տղայական չի, տարօրինակ է, ասում էին։ Այս բառերը ես լսել եմ այնքան, որ մի պահ սկսեցի հավատալ դրանց։ Իհարկե, հետո ամեն ինչ փոխվեց, երբ տարիքի հետ ավելի էի մոտենում ինձ, փորձում ճանաչել ինքս ինձ։ Չնայած այդ թունավոր միջավայրին, ես երբեք չեմ վախեցել պաշտպանել մարդկանց, թեկուզ խոսքով։ Եթե տեսնում էի անարդարություն, խոսում էի, բայց դրա համար էլ էի դառնում թիրախ։ Դա մի փակ շրջան էր, դու լռում ես, քեզ ճնշում են, խոսում ես, քեզ ավելի են ճնշում։ Մի օր հասկացա, որ եթե մնամ այնտեղ, ես երբեք չեմ կարողանալու ապրել այնպես, ինչպես ուզում եմ։ Եվ ես տեղափոխվեցի Երևան։ Երևանը ինձ համար ազատություն էր։ Համեմատաբար ավելի անվտանգ էի ինձ զգում, քան իմ ծննդավայրում։ Առաջին անգամ ես զգացի, որ կարող եմ մի քիչ ավելի ինձ նման լինել։ Ոչ ամբողջությամբ, բայց գոնե մի քիչ։ Բայց ամենացավալին այն է, որ ազատ լինելու համար ես ստիպված էի հեռանալ իմ քաղաքից, իմ մարդկանցից, իմ անցյալից։ Ես լռում եմ, որովհետև դեռ շատ տեղերում խոսելն անվտանգ չէ, բայց ես ուզում եմ հավատալ, որ ոչ հեռու ապագայում մարզում ապրող դեռահասը կամ երիտասարդը չի մտածի, որ նա էլ պետք է փախչի, որպեսզի ապրի լիարժեք կյանքով։